Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, իմ զրուցակիցն է լինելու Եվ այսպես Միացյալ Թագավորության պաշտպանության եւ անվտանգության վերլուծական կենտրոնի ֆինանսների եւ անվտանգության կենտրոնի հիմնադիր տնօրեն Թոմ Քիթինգը մեր զրույցը լինելու է անգլերեն, մեզ օգնելու է թարգմանիչ Քրիստինե Զովիկյանը։ Բարև ձեզ։ Thank you for having me. Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, խոսելու ենք Բալկանին բնականաբար արդի թեմայի մասին, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներ, պատժամիջոցներ եւ դրա ազդեցություններ, մասնավորապես դուք Հայաստանում եք, կխոսենք բնականաբար դրանց ազդեցությունների վերաբերյալ Հայաստանի մասով, ինչպես են դրանք ազդում, օրինակ Հայաստանի նման երկրների վրա, ինչ մարտահրավերներ են ծնում, որովհետեւ դե օգուտները այսպես թե այնպես պարզ են եւ ստեղծում է որոշակի ճգնաժամային իրավիճակ, բիզնեսը, տնտեսությունը փորձում է այդտեղից հնարավորինս քաղել, հա, խոսենք ազդեցությունների բացասական եւ մարտահրավերների մասին, համեցեք։ Thank you very much. The pleasure is all mine. Today we're going to speak about a very topical issue, specifically the sanctions against Russia due to the Russian and Ukrainian war. We will speak about the implications and the consequences, and since you are in Armenia, we will address the consequences for Armenia, focusing on the way it impacts and the challenges, because obviously the benefits are there because a crisis emerges and the businesses try to benefit maximally, but let us look at the implications for Armenia and countries of the kind. So the perspective, if you like, from Europe, I come from London, I have colleagues in Brussels, the perspective from Europe is that what we are trying to do is restrict the resourcing and the funding of the Russian military. It's about limiting the ability of Russia to wage its full-scale invasion in Ukraine. And so where a country like Armenia fits into this is, of course, that Armenia potentially offers what we call a circumvention route, a route via which the products that the Russian military needs can perhaps travel from Europe, the United States, via Armenia to Russia. Because it's not illegal for European companies to trade with Armenia. And in fact, Armenia would like to trade more with European companies and European countries. So really what the focus in Europe and the US is to make sure that the Armenians understand the objectives of the sanctions on Russia and support restricting the flow of microelectronics, the critical elements that the Russians need for their military. Եթե խոսելու լինենք եվրոպական տեսանկյունից, որովհետև ինքս Լոնդոնից եմ եւ ունեմ ընկերներ Բրյուսելում, նպատակը պատժամիջոցների սահմանափակելն է ռեսուրսներով եւ ֆինանսական միջոցներով ռուսական ռազմական ուժի ապահովումը, որպեսզի Ռուսաստանը չկարողանա իրականացնել լիամասշտաբ եւ լայնամասշտաբ ներխուժումը։ Հայաստանի տեսանկյունից եթե դիտարկելու լինենք, ապա Ռուսաստանի համար Հայաստանը ունի այս պատժամիջոցները շրջանցելու պոտենցիալ հնարավորություն եւ մասնավորապես օգտագործել Հայաստանի ուղիները, որպեսզի ներկրի այնպիսի ապրանքներ, որոնք անհրաժեշտ են իր ռազմական ուժի համար, մասնավորապես միկրոէլեկտրոնիկա, եւ տվյալ դեպքում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի նպատակն է այնպես անել, որ Հայաստանը հասկանա այս պատժամիջոցների կարեւորությունը Ռուսաստանի ուժը զսպելու համար, որովհետեւ ակնհայտորեն հայաստանյան ընկերությունների համար անօրինական չէ առևտուրանել եվրոպական ընկերությունների հետ եւ հակառակը, եւ Հայաստանը ուզում է մեծացնել իր առևտրաշրջանառությունը եվրոպական ընկերությունների հետ։ Հետևաբար կենտրոնացումը Եվրոպայի տեսանկյունից հենց սա է, որ Հայաստանը հասկանա պատժամիջոցների նպատակադրումը։ Շատ լավ, տեսեք, մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում, երբ տարբեր միջազգային հետաքննական լրագրողների խմբեր կամ մեդիաներ բացահայտումներ են անում, որոշակիորեն ներկայացնելով այդ այսպես ասենք, հա, ապօրինի թե ֆինանսական հոսքերի, թե ինչպես դուք նշեցիք, շատ կարևոր ռազմական արտադրության համար միկրոչիպերի կամ միկրոէլեմենտների տեղաշարժեր եւ այլն, ինչպես է Ռուսաստանը կարողանում շարունակել դրանք ձեռք բերել եւ եղել են այո նաեւ հրապարակումներ
հրապարակումներ, որ Հայաստանը եղել է նաև այն երկրների ցանկում ենթադրյալ, որ Հայաստանի միջոցով Ռուսաստանը կարողանում է այդպիսի ապրանքների ներմուծում իրականացնել։ Հայաստանը իհարկե այդ երկրների շարքում միակը չէ, այստեղ մենք կարող ենք խոսել տարբեր երկրների մասին, այդ թվում օրինակ մեր հարևան Թուրքիայի մասին ընդհանուր խոսվում եւ այլն։ Այստեղ հետաքրքիր է թե այդ ապօրինի հոսքերը, դրանք կլինեն թե ֆինանսական, թե էլեկտրոնային, ինչպես են այդ հոսքերը, այսպես ասենք, կառավարվում, բացահայտվում, միջազգային փորձ է, այստեղ ինչ գործիքակազմ է ունենում, որպեսզի դրանք վերհանի, հա, որովհետեւ հիմնվելով բացառապես զուտ միայն մամուլի հնարավոր հետաքննությունների վրա, դրանք տարբեր երկրների, թե օրինակ Միացյալ Նահանգների կամ Եվրամիության համար հիմք չեն հանդիսանում, այսպես ասած, երրորդ երկրների նկատմամբ որոշակի ազդեցիկ սանկցիաների, պատժամիջոցների կամ խիստ սահմանափակումների ռեժիմներ մտցնել, օրինակ այս դեպքում օրինակ Հայաստանի, որը ի հակադրություն, այսպես ասենք, բայնպաստ միջավայր լինելու Ռուսաստանի համար, որպեսզի կարողանա ներկրել իրեն անհրաժեշտ արտադրանքը, այնուամենայնիվ թե եվրոպական կողմը, թե հայկական կողմը միշտ խոսում են այս շրջանում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ել ավելի խորացման կարևոր նշանակության մասին, այնքան հարաբերությունների խորացման, որ երբևէ երկու կողմն էլ արձանագրում են չի եղել։ Ինչպես են բացահայտվում, կառավարվում այդ հոսքերը, այդ սխեմաները, այդ մեխանիզմները։ From time to time, we can hear international investigative journalistic groups or media disclose certain illegal funding and the flow of microelectronics, things that are necessary and important for the Russian military. And obviously, Russia is sometimes able to obtain them. And from time to time, we also see publication of lists where Armenia allegedly also ends up on as an importing opportunity for products for Russia. By the way, Armenia is not the only country ending up in those lists, and our neighboring country Turkey often ends up there too. So it is interesting to know how these illicit flows of funding and electricity are managed and later disclosed, and whether the international toolkits are there in order to identify such flows, because obviously just media investigations and media publications are not sufficient grounds for the EU and the United States to leverage even stricter sanctions or restrictions against countries like Armenia. And by the way, besides being a seemingly conducive environment for Russia to obtain the restricted and sanctioned products, currently we're witnessing Europe-Armenia closer relations up to a point where we're discussing an unprecedented importance and unprecedented closer relations between the two entities. So the question is, how are these flows managed and disclosed? So the first thing which is very important to clarify is that the sanctions decisions in Brussels, in London, in Washington, D.C. are law in the United States, in the European Union and the UK. They are not law in Armenia. So Armenia is choosing to, the Europeans would suggest, be on the right side. It's choosing to try and help with this, the restrictions. But it's also important to note that actually, although there are many sanctions on Russia, the sanctions that really matter, the sanctions that the diplomats from Brussels come to Yerevan to talk about, are what are called critical high priority items. So these are the microelectronics, the technologies that Russia needs for its military. And so when the diplomats come from London and from Brussels and from Washington, they really are just focusing on this very narrow topic. Please, can we talk about ensuring that there are restrictions and that Armenia cannot act as a dogleg, as a cutout, as an opportunity for Russia to circumvent sanctions. And if this is happening, actually you can see it in trade data. And so what the diplomats do is they come from Brussels and they say, here is the trade data. And let's talk about how we can perhaps restrict these flows as much as possible. Now, I should say that Armenia is seen as a very strong partner, a very supportive partner. And I don't think, although yes, there are sometimes investigations that disclose some vulnerabilities, I don't think Armenia sits as a country of concern. But it's important, of course, always to remain alert to how a country like Armenia can be
abused by the Russians trying to gather the equipment they need. So the important point is that although there are 16 packages of sanctions in the EU, really the very narrow focus, very narrow focus of the coalition, of the G7 coalition, is on just these 50 items. It's only 50 items that are known as critical high priority items. That is where the focus is, because that is the technology that Russia needs for its military. Շատ կարևոր է նկատել, որ պատժամիջոցները, որոնք սահմանված են Բրյուսելի, Լոնդոնի եւ Վաշինգտոնի կողմից, դրանք օրենք են եւ օրենքի պարտադիր ուժ ունեն Եվրամիությունում, Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը ինքնակամ է ընտրում լինել ճիշտ կողմում եւ շատ կարևոր է նկատել, որ թեև բազմաթիվ պատժամիջոցներ կան, այնուամենայնիվ դիվանագիտական ուշադրության կենտրոնում են, երբ դիվանագետները Բրյուսելից գալիս են Հայաստան, խոսակցությունների կենտրոնում շատ նեղ կենտրոնացումն է, այսպես կոչված կրիտիկական նշանակության բարձր առաջնահերթություն ունեցող ապրանքների մասով, եւ սրանք այն տեխնոլոգիաներն են, որոնք անհրաժեշտ են ռուսական ռազմուժին իր նպատակների իրականացման համար։ Հետևաբար, երբ դիվանագետները գալիս են, նրանք խոսում են հենց այս նեղ թեմայի մասին, փորձելու ապահովել այն սահմանափակումները, որոնք հնարավորություններ չեն ընձեռի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Եվ ինչպես կարելի է դա որոշարկել։ Որոշարկումը տեղի ունեցող առևտրային տվյալների հիմքով, այսինքն Բրյուսելից դիվանագետները գալիս են, նրանք նայում են առևտրային տվյալները, ասում են, ահա առևտրային տվյալները, եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք սահմանափակել հոսքերը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը դիտարկվում է որպես ուժեղ եւ սատարող գործընկեր, պարզապես անհրաժեշտ է լրացուցիչ ուշադրություն դարձնել հենց այս խոցելիությունների որոշարկմանը, որպեսզի թույլ չտանք, որպեսզի դրանք չարաշահվեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը մտահոգություն ներկայացնող երկիր չէ, պարզապես պետք է մշտապես զգոն լինել, թույլ չտալուց չարաշահման ուղիների կիրառումը։ Եվ այս պահի դրությամբ Եվրամիությունը 16 փաթեթ պատժամիջոցներ է սահմանել, բայց ամեն դեպքում շատ նեղ կենտրոնացումը մեծ 7-նյակի կոալիցիայի երկրների կողմից հենց այս 50 անուն ապրանքների վրա է, որոնք կոչվում են կրիտիկական բարձր առաջնահերթության ապրանքներ, մասնավորապես սա ռուսական ռազմուժի համար անհրաժեշտ տեխնոլոգիան է։ Դուք նշեցիք, որ եվրոպացի կամ Միացյալ Նահանգների դիվանագետները երբ գալիս են Հայաստան, առևտրական տվյալներով են գալիս, առևտրաշրջանառության եւ դրանք լինում են քննարկումների, հա, այս նեղ քննարկումների արանքում, թեև պաշտոնական հաղորդագրությունները շատ հաճախ դրա մասին չեն խոսում, բայց այնուամենայնիվ հարցի տեսքով եվրոպացի դիվանագետները Հայաստանի հետ քննարկում են փաստորեն այդպիսի հարցեր, սա մեկ եւ երկրորդ, արդեն այս տարվա առաջին երամսյակի տվյալներով Հայաստանը բավականին նվազում ունի Եվրամիության հետ առևտրաշրջանառության մասով, սա եւս կարող ենք այդ համատեքստում դիտարկել, թե այստեղ պետք է այսպես ասենք իրերը ճիշտ դարակներում դասավորել։ So I already mentioned that European and American diplomats come over to Armenia with trade data and they hold discussions on these narrow topics. However, we never have any official releases in relation to such discussions. So the question is, European diplomats come here and discuss matters of the kind. As for the second question, we can see that from the data that in Q1 2025, we have a significant drop in the trade flow with the EU. Shall this be considered within the above context, or this is a different matter and it should belong to its own shelf? You raise an important question, which is, of course, diplomats come from Brussels and so on. They come to Yerevan and they ask for a favor. They ask, Armenia, we would like you to kind of be part of this coalition trying to restrict the resourcing and the funding of the Russian military. I think there is a legitimate question for the authorities in Armenia to ask back in the context of wider sort of relations with Europe in particular is, we understand that this is an illegal invasion by Russia of Ukraine. We very much stand with the Ukrainians. We want to restrict the Russian military's ability to fund its war. But we also have our own interests, which is to increase our trade with the European Union. Now, I understand from conversations I've had while I've been here
that one of the challenges that Armenia faces is actually that Armenia has been quite prosperous in recent years. Its economy has grown, its economy has been successful, and there are certain benefits that the European Union gives to lower economies, which Armenia used to benefit from when its economy was lower, but now its economy is growing. It no longer gets these benefits from the European Union. So this is kind of an interesting conundrum that Armenia has faced. Now, I'm not a technical expert on all of this, but what I would say is that there is, I suppose, an expectation in Brussels and in London in particular, that when the diplomats come to countries like Armenia to say, please, will you support the implementation of our sanctions, as we would say in English, there should be carrots with the sticks. There should be opportunities offered to Armenia to compensate it, to reward it for adhering to and following this sanctions mission from Brussels and London. Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև այո, դիվանագետները գալիս են Եվրոպայից եւ ԱՄՆ-ից եւ նրանք խնդրում են Հայաստանին անել այդ քայլը, այսինքն լինել սահմանափակումներ կիրառող կոալիցիայի մի մասը եւ սահմանափակել ռեսուրսները եւ ֆինանսական հոսքերը դեպի ռուսական ռազմուժ։ Եվ ակնհայտ է, որ այս դեպքում Հայաստանի իշխանություններն էլ ունեն հնարավորություն հակընդդեմ խնդրանքով հանդես գալու, մասնավորապես Եվրոպայի հետ հարաբերությունների համատեքստում նշելով, որ այո, իրենք հասկանում են, որ սա անօրինական ներխուժում է Ուկրաինայի տարածք եւ իրենք պատրաստական են սահմանափակումներ կիրառել, այնուամենայնիվ իրենք պետք է հարեն նաեւ սեփական հետաքրքրությունների եւ շահերի շրջանակին, մասնավորապես նպատակ ունենալով ավելացնել Եվրամիության հետ առևտուրը օրինակ։ Եվ այստեղ իմ շփումների եւ խոսակցությունների արդյունքում ես հասկացա, որ Հայաստանը բախվում է մի շարք մարտահրավերների, մասնավորապես հետեւյալ կերպ Հայաստանի տնտեսությունը վերջին շրջանում մեծ բարգավաճում է ապրել, այնինչ Եվրամիությունը ունի արտոնություններ եւ առավելություններ, որոնք հատկացնում է ավելի ցածր զարգացման կամ ակտիվության մակարդակ ունեցող տնտեսություններին։ Եվ հիմա այլևս Հայաստանը լինելով ավելի զարգացած տնտեսություն չի կարողանում օգտվել այդ հնարավորությունից։ Այսինքն տվյալ դեպքում ակնհայտ է, որ Հայաստանը իսկապես լուրջ երկմտանքի առաջ է կանգնած։ Եվ թեև ես այստեղ տեխնիկական փորձագետ չեմ, այնուամենայնիվ կարծում եմ, որ Բրյուսելում եւ Լոնդոնում կա այդպիսի ակնկալիք, որ ի պատասխան իրենց աջակցության խնդրանքի անպայման կիրառվի այդ պարգևատրման եւ պատժի կամ զսպման մեխանիզմը, որտեղ կլինեն սահմանափակումների դիմաց տրվող պարգևատրումներ եւ արտոնություններ, որոնք ել ավելի կշահագրգռեն հայկական կողմին հարել պատժամիջոցների կիրառման ռազմավարությունը։ Տեսեք նաև այսպես եթե փորձենք նույն Վրաստանի օրինակով օրինակ դիտարկել, հա, իհարկե հաշվի առնելով Վրաստանի եւ Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների կամ ինտեգրվածության մակարդակների բավականին մեծ տարբերությունը, այնուամենայնիվ Վրաստանը որպես օրինակ։ Վրաստանում ինչ էին ասում, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, մենք չենք միանալու այդ պատժամիջոցներին, Բրյուսելը չի կարող մեզ պարտադրել միանալ պատժամիջոցներին, որովհետեւ դա ուղիղ վնաս է հասցնելու Վրաստանին ու հազար մի պատճառաբանություն բերեցին եւ այդպես էլ մինչ օրս Վրաստանը չմիացավ, այսպես ասենք, այդ կոալիցիային Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման, բնականաբար տարբեր քաղաքական գործընթացներ կամ մոտեցումներ Բրյուսելի վարկով դեպի Թբիլիսի պայմանավորում էին հենց նաեւ վրաց քաղաքական գործիչները, մասնավորապես իշխանությունը, հենց նրա համար, որ Վրաստանը չհամաձայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալ։ Այս ընտրությունը եւ այս քաղաքականության կառուցում է դեպքում ինչ տրամաբանությամբ է իրականացվում, եթե դիտարկենք Վրաստանի օրինակը, դուք օրինակ հետևելով կարծում եք, որ Թբիլիսիի ընտրությունը այնուամենայնիվ ճիշտ էր։ Now, if we look at the Georgian example, even though we realize that there is quite a major difference between the EU integration levels of Georgia and Armenia, we saw that Georgia said that they're not going to join the coalition that is applying restrictions and sanctions via Ukraine, even though this was an invasion into the against Russia, even though this was an invasion into the Ukrainian territory, because they reasoned it by direct
harm and damage that Georgia would incur. And up to date, they have not joined the coalition that is applying sanctions against Russia. And we saw that there is a multitude of policies and policy-related approaches applied by Brussels vis-à-vis the Tbilisi authorities. And maybe this was very much caused by the refusal of the Georgian authorities to join the sanctions. Why do you think they chose this path and this policy? Were the Georgian authorities right in their choice of action? So I think it's important to acknowledge that sanctions are a political tool. They are a political tool. They are a tool by which governments send a message. We had the opportunity as part of our travels on this topic to visit Tbilisi in November 2023, so 18 months ago. And even at that time, you could see and we witnessed this struggle within the community in Tbilisi as to whether to follow sanctions or not. Now, there are two banks in Georgia that have their stock exchange listing in London. So those banks are required to follow UK and EU sanctions because of that connection. But at the same time, while we were in Georgia, there was a Georgian individual, a man who was sanctioned by the international community because of connections with Russia, and the Georgian Central Bank instructed the banks in Georgia to ignore this sanction. So you saw while we were there these kind of two sides of the challenge that Georgia was facing. Now, I don't think that Brussels is sort of punishing Georgia for not following the sanctions. I think if Brussels is punishing Georgia, it's punishing it for the way in which its democracy is being restricted, the way in which NGOs are having their operations restricted by the governing party in Georgia. So I think the EU certainly has been very careful to recognize that it is the sovereign choice of a country whether to follow sanctions or not. But it is also the choice of the EU to determine how to respond to that. And if the EU identifies companies or banks that are continuing to support the funding and resourcing of the Russian military, then it will publicize that, and it may take action against those companies and those banks. And the last thing I would say is that the EU does have some strong powers. It calls its anti-circumvention tool. It does have some strong powers that it can use against countries if it feels those countries are really making a big difference to the Russian military. Շատ կարևոր է ճանաչել այստեղ հետևյալ հանգամանքը, որ Բաժամիջոցները քաղաքական գործիք են եւ որ սրանով կառավարությունները համապատասխան ուղերձ են հղում համապատասխան երկրներին։ Հարկ է նկատել, որ այս թեմայի քննարկումների առնչությամբ մենք ունեցել ենք հնարավորություն տարբեր տեղերում եւ երկրներում լինելու եւ 2023 թվականի նոյեմբերին, այսինքն 18 ամիս առաջ մենք Թբիլիսիում էինք եւ այնտեղ այդ ժամանակ կարող էինք տեսնել, որ համապատասխան խնդրով զբաղվող համայնքը շատ լուրջ պայքարի եւ երկվության առաջ էր կանգնած, առայն թե պիտի շարունակեն արդյոք հետևել պատժամիջոցներին, թե ոչ։ Պետք է նշել, որ վրացական երկու բանկեր ցուցակված են Միացյալ Թագավորության ֆոնդային բորսայում եւ հետեւաբար նրանք այս առնչությամբ պայմանավորված պարտավոր են հետևել Միացյալ Թագավորության եւ Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցներին։ Այնուամենայնիվ Միևնույն ժամանակ մինչ այդտեղ էինք, վրացի անհատներից մեկը, որը բիզնեսմեն է, ուներ կապեր Ռուսաստանի հետ եւ այդ ժամանակ այս մարդը գտնվում էր պատժամիջոցների տակ։ Այնուամենայնիվ Վրաստանի կենտրոնական բանկը ցույց էր տվել վրացական բանկերին անտեսել այդ հանգամանքը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Վրաստանը այդ ժամանակ բախվում էր մարտահրավերի այս երկու կողմերից էլ։ Ինչ վերաբերում է Բրյուսելին եւ նրան
բան, որ Բրյուսելը պատժում է Վրաստանին պատժամիջոցներին չհետևելու համար, կարծում եմ, որ այդպես չէ, եւ եթե Բրյուսելը առհասարակ պատժում է Վրաստանին, ապա դա Վրաստանում ժողովրդավարության սահմանափակման եւ ներկայիս իշխող կուսակցության կողմից հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումների պատճառով է։ Պետք է նշել, որ Եվրամիությունը ճանաչում է պետությունների ինքնիշխան իրավունքը ընտրել մասնակցել պատժամիջոցների կիրարկմանը, թե ոչ։ Եվ արդեն Եվրամիությունն էլ իրեն է վերապահում իրավունքը որոշել, թե ինչպես պիտի արձագանքի այդպիսի ընտրությանը։ Այսպիսով Եվրամիությունը կարող է որոշարկել Վրաստանում գործող բանկերի կամ ընկերությունների, որոնք չեն հետևում պատժամիջոցներին, հրապարակել նրանց անվանումները եւ համապատասխան գործողություններ ձեռնարկել, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Եվրամիությունը ունի շատ խիստ գործիք, որը հակաշրջանցման գործիքն է եւ կարող է շատ լուրջ գործողություններ ձեռնարկել այն ընկերությունների եւ բանկերի նկատմամբ, որոնք իր գնահատմամբ շատ լուրջ փոփոխություն են բերում ռուսական ռազմուժին։ Սովորաբար այս համատեքստում քննարկումների ժամանակ հիշում են նաև օրինակ, որ նույն այսպես ասենք, Եվրոպական միությունը կամ տարբեր եվրոպական երկրներ շարունակում են բավականին ակտիվորեն Ռուսաստանից գազի եւ նավթի գնումները։ Դրանք կլինեն ուղիղ գնումներ, թե կլինեն միջնորդավորված, օրինակ մեր մյուր հարևանին էլ անդրադառնանք Ադրբեջանին, որտեղ Եվրոպական միությունը նրա հետ ունի գազային համաձայնագիր կնքած ընդամենը մոտ 3 տարվա թարմության, վաղեմության, երբ ռուսական գազը կամ էներգառեսուրսները, այսպես ասենք, անունը դնում ենք ադրբեջանական եւ ամեն ինչ լավ է, ուրեմն ոչ մի խնդիր չկա։ Բայց մյուս կողմից, եթե մենք սանկցիաներ ենք կիրառում Ռուսաստանի նկատմամբ զսպելու նրա նաեւ ռազմական կարողությունները, որտեղ այդ ռազմական կարողությունները ձևավորում է տնտեսությունը, չէ, առաջին հերթին ֆինանսներն են ձևավորում, ապա եւ եթե մենք կարծում ենք, որ Ռուսաստանի տնտեսությունը բացի ռազմաարդյունաբերությունից, գազից եւ նավթից ուրիշ այսպես ասենք արտադրանք չունի, հետեւաբար չի նշանակում, որ մենք հիմնական Ռուսաստանի համար ֆինանսական հոսքեր ապահովող միջոցները այնուամենայնիվ չենք կարողանում սահմանափակել այն աստիճան, որը կկապեր Ռուսաստանի ձեռքերը կամ այսպիսի մասշտաբային հարևանների դեմ պատերազմներ նախաձեռնելուց առաջ գոնե մտածելու տեղիք կտար։ In this context, however, we cannot refrain but speak about the continuing practice on the part of the EU or a number of European countries to continue directly or indirectly buy gas or oil from Russia. And here we need to mention also our other neighbor, Azerbaijan, with whom the European Union has a quite recent contract for buying gas and other energy carriers. And that contract dates back to 3 years ago. And in that case, the energy carriers are called Azerbaijani by origin, and there is no obvious problem anymore tied to that. However, don't we realize that trying to restrict the Russian military capabilities, which are fed by the economy, and the economy itself is fed by the military industry proceeds, gas and oil sales proceeds, we are still continuing to nurture the environment which are going to bring in new capabilities to the Russian military capacity, and hereby we're again feeding some cash flows into Russia which are key to the military, and we are not able to restrict these new funding opportunities to a level where Russia would at least feel restrained or think twice before it unleashed such a full-scale war against its neighbor. So I think it's the whole question of the continued sale by Russia, either directly or indirectly, of energy is clearly a massive problem. That is what is funding the Russian economy, and that is what therefore funds the Russian military. I find it interesting to note that although Donald Trump has not put tariffs on Russia, actually the fact that he has created this turmoil in the international global economy, which has caused the oil price to fall, this is a major concern to the Kremlin. You hear people like Dmitry Peskov talking about how they are monitoring the oil price very closely. So right there you see how sensitive Russia is to the oil price and its ability to continue to sell oil.
But at the same time, in the G7 coalition, there is also this concern that if they were somehow able to stop Russia selling its oil, what would that mean for economies in the global south? We saw at the beginning of the full-scale invasion of Ukraine by Russia, we saw how energy prices went up dramatically, and that obviously is terrible for developing economies in, let's say, Africa. So the oil question is a very difficult question for the sanctions coalition to answer. And I can tell you that they definitely sit there in London and Brussels and Washington thinking we need to stop Russia earning money from its oil, but at the same time, we don't want to create challenges in the global south, which mean that more countries turn against the West and towards Russia. And this is, again, as I said, sanctions are a political tool. They are a tool of foreign policy. And sometimes there are very big contradictions in the way sanctions are used and sanctions are applied. Իսկապես շատ լուրջ խնդիր է էներգակիրների շարունակական վաճառքը Ռուսաստանի կողմից, որովհետև դա իսկապես նրա տնտեսության հիմնական եկամուտների աղբյուրն է եւ հետեւաբար տնտեսությունն էլ նաեւ սնում է ռազմական հնարավորությունները եւ կարող ենք տեսնել, որ թեև Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ չի կիրառել ուղղակիորեն Ռուսաստանի դեմ, այնուամենայնիվ այն բարդ տնտեսական իրավիճակը, որ նա առաջ է բերել համաշխարհային մակարդակում, հանգեցրել է նրան, որ նավթի գները անկում են ապրել. Եվ կարող ենք տեսնել, որ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսին է Պեսկովը, բացահայտ հայտարարություններ է անում այն մասին, որ իրենք մշտադիտարկում են նավթի գները, ինչը եւս մեկ անգամ վկայում է առ այն, որ Ռուսաստանը իսկապես զգայուն է նավթի գների նկատմամբ եւ նաեւ սա շատ նշանակալի հանգամանք է նրա կողմից նավթի վաճառքի շարունակականության կարողության տեսանկյունից։ Պետք է ասել, որ պատժամիջոցներ կիրառող կոալիցիայի մեծ ընյոթնյակի համար սա լուրջ մտահոգության խնդիր է, մասնավորապես հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա վաճառքի կասեցումը Ռուսաստանի համար, որովհետև դա կարող է հանգեցնել գլոբալ հարավում լուրջ խնդիրների, որովհետև Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո մենք տեսանք, թե ինչպիսի իրավիճակ ստեղծվեց ամբողջ աշխարհում, երբ էներգակիրների գները կտրուկ վերելք ապրեցին եւ սրա ազդեցությունը Աֆրիկայի համար օրինակ ակնհայտ է։ Հետևաբար շատ դժվար հարցադրում է սա կոալիցիայի երկրների համար, մասնավորապես վստահ եմ, որ նավթի վաճառքի մասով Միացյալ Թագավորությունում, Եվրամիությունում եւ ԱՄՆ-ում նրանք նստած մտածում են, թե ինչպես կարելի է կասեցնել Ռուսաստանի կողմից նավթի վաճառքը, բայց միևնույն ժամանակ ինչպես անել, որ սա լուրջ մարտահրավերների չհանգեցնի գլոբալ հարավի առումով եւ զարգացող տնտեսությունների համար, որովհետեւ այդ կերպ եւ այդպիսի որոշմամբ ավելի մեծ թվով երկրներ կշրջվեն արևմուտքից դեպի Ռուսաստան։ Հետեւաբար, ինչպես արդեն ասացի, սա պատժամիջոցները շատ կարեւոր քաղաքական գործիք են եւ դրանք միշտ չէ, որ միանշանակ են։ Գուցե մեր խոսակցությունը փոքր-ինչ ավելի ընդգծված քաղաքական բնույթ ստանա, բայց այդ համատեքստում մի հարց էլ ունեմ, մասնավորապես մեր մյուս հարևանին էլ անդրադառնանք, խոսքը Իրանի մասին է։ Դուք ներկայացնում եք մի երկիր, Մեծ Բրիտանիա, որը եվրոպական եռյակի ցանկում է գտնվում իրանական հարցի վերաբերյալ, մասնավորապես միջուկային գործարքի հնարավոր։ Օրինակ, կարող է դիտարկվել տարբերակ, որ ի վերջո այդ գործարքի կայացումից հետո եվրոպական կողմը կարողանա ռուսական գազի եւ նավթի այլընտրանքը հենց դիտարկել իրանական էներգառեսուրսները, որոնք էլի ծավալներով քիչ չեն, եւ շատ պատկերավոր եւ գուցե շատ կոպիտ օրինակով, հա, ի վերջո հասնել նպատակին Ռուսաստանին բերելու նաեւ էներգետիկ սպառողականության մեկուսացման մեջ, ինչպիսին այսօր գտնվում է Իրանը, որը Իրանին բերել է ծայրահեղ ֆինանսատնտեսական իրադրություն։ Maybe
the course of our conversation will become even more political. However, let us take that route and speak about our other neighbor too, which is Iran. And obviously, the United Kingdom is part of the 3 European states that are potentially for the Iranian nuclear deal. And after the deal, if it happens, can we consider a scenario where the European Union will already focus on the opportunity for consuming energy resources and energy carriers from Iran, which are not few and which are not limited. That is to say, in roughly speaking, is it possible within this scenario to arrive at a stage where Russia will end up in complete isolation, also in relation to the consumption of its energy carriers, which is currently the case with Iran and which has led to the dire economic straits in this country? Well, I'm glad you mentioned Iran because, of course, when you look at the map, Armenia is kind of surrounded by these challenges. I think Iran is going to become a much more prominent topic in the coming months. You mentioned the nuclear deal, which in theory sunsets later this year. But what you didn't mention is the very clear objective of Donald Trump to drive Iran's income from oil to zero. So obviously there are negotiations now starting between the United States and Iran. There have been ongoing negotiations between the European 3 and Iran. And there have been ongoing collaboration between Iran and Russia. I wrote a report 2 years ago called Learning Bad Habits. It was what can Russia learn from Iran when it comes to oil export and evading sanctions. So I don't see a scenario where Europe starts buying energy from Iran because the United States under Donald Trump is committed to driving Iran's income to zero. In fact, the United States under Donald Trump is more committed to destroying the Iranian oil economy than it is putting sanctions on Russia at the moment. So I think this is going to be a challenge again for a country like Armenia because you have a border with Iran, you have an Iranian bank in Armenia. So I think the Iran experts in the government in Yerevan will find more interaction with the United States in the months ahead than in the last 4 years. I think the Iran question will rise up the agenda very dramatically for Armenia in the coming weeks and months. Շատ ուրախ եմ, որ նշեցիք Իրանը, որովհետև երբ նայում ենք քարտեզը, ապա տեսնում ենք, որ Հայաստանը շրջապատված է այս մարտահրավերներով։ Պետք է նշել, որ Իրանի թեման ավելի ցցուն է դառնալու առաջիկա ամիսների ընթացքում, եւ դուք հիշատակեցիք այստեղ միջուկային գործարքը, որը կարծես իր ժամկետի ավարտին եւ մայրամուտին է հասնելու այս տարվա վերջին տարվա ընթացքում, բայց ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է նրան, որ զրոյի հասցնի Իրանի կողմից էներգետիկների մասնավորապես նավթի վաճառքից ձևավորվող եկամուտները։ Այս պահի դրությամբ ԱՄՆ եւ Իրանի միջև ընթանում են բանակցություններ, եվրոպական եռյակը եւ Իրանը բանակցությունների մեջ են եւ ընթացիկ համագործակցություն կա այս պահին Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Ես մի գիրք եմ գրել, որը կոչվում է «Վատ սովորույթներից դասեր քաղելը», այսինքն սա շատ լավ հնարավորություն է Ռուսաստանի համար տեսնել եւ սովորել Իրանի դեպքից, թե ինչ է տեղի ունենում ներխուժման արդյունքում էներգակիրների եկամուտների զրոյացման արդյունքում։ Չեմ կարծում, որ ձեր նկարագրած սցենարին ականատես կլինենք, որովհետև այս պահին ԱՄՆ իշխանությունները Թրամփի ղեկավարման ներքո ձգտում են նրան, որ Իրանի նավթի վաճառքից եկամուտները հավասարեցնեն զրոյի եւ պետք է ասել, որ այս պահին ԱՄՆ-ն Թրամփի ղեկավարությամբ ավելի շատ միտված է եւ կենտրոնացված է Իրանի նավթային տնտեսությունը ոչնչացնելուն, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն։ Եվ սա եւս մի հավելում է Հայաստանի արդեն իսկ ունեցած մարտահրավերների
մարտահրավերներին, որովհետև ունեք սահման Իրանի հետ, ունեք բանկ, իրանական բանկ Հայաստանում եւ կարծում եմ, որ այս պահին Երևանում իշխանությունների հետ աշխատող իրանագետները ավելի եւ փորձագետները ավելի մեծ շփումներ կունենան ԱՄՆ-ի հետ առաջիկա ամիսներին հենց այս թեմայով եւ որ Իրանի խնդիրը շատ ավելի բարձր կարեւորություն է ստանալու Հայաստանի օրակարգում։ Եվ քանի որ մեր եթերաժամանակը ցավոք արդեն ավարտվում է, ձեր այցի բուն նպատակը Հայաստան, ինչ առաքելությամբ եք Երևանում։ And since our time is coming to its end, unfortunately, what's the primary mission that brought you to Armenia this time? So obviously Armenia sits at a very strategically important location. We talked about the position it sits between Georgia, between Turkey, between Iran, between Azerbaijan, but also Armenia is an important democracy in the region. Of course, you have elections coming up in 2026. And I think one of the issues that democracies like Armenia needs to strengthen itself against and prepare itself for is external influence in your election in 2026. And so we look at the challenge posed in particular by dark money, by black money, in the context of the election last year in Moldova, look at the challenges in Romania, look at the challenge they had in France, in the UK, where I come from. And one of the things that we're really interested in understanding is how does Armenia ensure that its election in 2026 is an election held for the people of Armenia, not influenced by an external neighbor to the north, who we know in the form of Russia, likes nothing more than spending money to manipulate elections. This is something that we're very interested to learn and understand and to support those people locally in NGOs and others who are thinking about this challenge. This is the most important mission on our trip. Հայաստանը, ինչպես արդեն նշեցինք, ռազմավարական տեղադիրք ունի եւ շատ կարեւոր տեղադիրք ունի, մասնավորապես գտնվելով Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի մեջտեղում։ Եվ բացի դրանից Հայաստանը նաեւ շատ կարեւոր ժողովրդավարություն է եւ ակնկալվում է, որ 2026 թվականին Հայաստանում տեղի են ունենալու ընտրություններ։ Հետևաբար մեր խնդիրն է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ ուժեղացնել իր կարողությունները եւ պատրաստվել դիմակայել արտաքին միջամտություններին եւ ազդեցությանը 2026 թվականի ընտրություններում, որոնք պետք է լինեն ժողովրդավարական եւ Հայաստանի ժողովրդի համար իրականացվող ընտրություններ, եւ ինչպես կարող են սև փողերը մարտահրավերներ առաջացնել նաև Հայաստանում, ճիշտ այնպես ինչպես անցյալ տարի այդպիսի կարգանագրվեցին Մոլդովայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, որտեղից որ ես եմ։ Հետևաբար փորձում ենք հասկանալ, թե Հայաստանը ինչպես է պատրաստ ապահովագրել իրեն 2026 թվականի ժողովրդի կողմից իրականացվող ընտրությունների ժամանակ արտաքին հյուսիսային հարևանի այն է Ռուսաստանի կողմից իր ամենասիրած գործը չանելուն, այսինքն չօգտագործելուն ֆինանսական միջոցները, մանիպուլացնելու ընտրությունները եւ ընտրությունների ընթացքը։ Հետևաբար հասարակական կազմակերպությունների եւ նմանատիպ այլ շահագրգիռ կողմերի հետ փորձում ենք հասկանալ այս մարտահրավերները եւ դրանց դիմակայելու ուղիները։ Thank you so much. Thank you. I wish you a good luck. Welcome to Armenia. Thank you. Thank you so much. Հարգելի հեռուստադիտողներ, զրուցակիցս Միացյալ Թագավորության պաշտպանության եւ անվտանգության վերլուծական կենտրոնի, ֆինանսների եւ անվտանգության կենտրոնի հիմնադիր տնօրեն Թոմ Քիթինգն էր։ Մեզ հաղորդակցման հարցում օգնում էր թարգմանիչ Քրիստինե Սողիկյանը։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։